Այսօրվա մեր հյուրն էր Նարեկ Մխիթարյանը, ով Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից էր, վերջինս կիսվեց իր զինվորական ծառայության, մարտական գործողությունների մասին հետաքրքիր դրվագներից, և եթե դուք էլ Արցախյան 3 պատերազմներից որևէ մեկի մասնակից եք, նշված կոնտակտային տվյալներով կարող եք կապ հաստատել մեզ հետ և հյուրընկալվել մեր տաղավարում։ Շնորհակալություն։ Բարև ձեզ, եթերում է Նվիրյալների պատմությունը հաղորդաշարի հերթական թողարկումը։ Մեր այսօրվա հյուրն է 44-օրյա պատերազմի մասնակից Նարեկ Մխիթարյանը։ Ողջույն Նարեկ ջան, ուրախ ենք մեզ հյուրընկալվելու համար։ Ընդհանուր առմամբ քեզ ներկայացրել ենք ֆորմատը, կսկսենք զրուցել թե քո զինվորական ծառայության, թե պատերազմական դրվագների մասին քո մասնակցած քո ներգրավվածությամբ։ Կարող ես բացման խոսք, եթե ունես ասես, եթե չէ, միանգամից անցնենք մեր հարցազրույցին։ Ես նույնպես ողջունում եմ ձեզ եւ շնորհակալություն եմ հայտնում ձեզ հրավերի համար եւ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ այն ինչի համար դուք ձեռնարկել եք, ինչը շատ գովելի է, ու ընդհանուր առմամբ այսքանը որպես բացման խոսք։ Շատ լավ, ծառայության մեկնարկը ինչպես է ստացվել, այ հարմարվելու գործընթացը մոտավոր ինչքան է Որտեղից է սկսել ծառայությունը, հետո ոնց է շարունակվել։ Սկզբնական շրջանում ծառայել եմ ուսումնական զորամասում, 6 ամիս անց արդեն ծառայել եմ Որոտանում, ու ժողովրդի լեզվով ասած Կուբատլու, ավելի հայտնի։ Ուսումնականում ինչ մասնագիտությամբ ես։ Ուսումնականում եղել եմ BMP Ադինի նշանառու օպերատոր, այդ մասնագիտությամբ եմ եղել։ Ես էլ եմ BMP-ից, բայց դվոյքի վրա եմ եղել։ Ադինի նշանառու օպերատոր եմ եղել, հետո արդեն տեղափոխվել եմ Կուբատլու, տանկային գումարտակ, ու ծառայությունս արդեն շարունակել եմ այնտեղ։ Ինչ կպատմես տեխնիկայից, առանձնահատկություններից, ըստ քեզ ինքը արդյունավետ է, որովհետև ես հիշում եմ մեր պրիզիվի ժամանակ ոնց որ իրան հանեցին արդեն զինված ուժերից, Ադինը դուրս եկավ։ Ընդհանուր առմամբ ինքը արդյունավետ էր, ոչ ասենք ինչ որ չգիտեմ հակառակորդի տեխնիկա ոչնչացնելու համար կամ չգիտեմ, արդյունավետ էր ավելի շատ հակառակորդի պիխոտը եւ մարդկային ուժը ոչնչացնելու համար, հիմնականում իր, չգիտեմ, սնայրադը եւ կողից կցված պեկատեն, որը շատ լավ եւ ինքը ադինոշներ չէ կրակում, դվոյքի պես ավտոմատ չէր։ Չէ, դվոյքի պես ավտոմատ չի կրակում, ադինոշներ կրակում։ Իսկ անձնակազմը քանի հոգի է։ Անձնակազմը 3 հոգի է, ընդհանուր էկիպաժը 3 հոգի է, հրամանատար, մեխանիկ, նշանառու օպերատոր, բայց արդեն գործողությունների ժամանակ հարկ եղած դեպքում արդեն հետևի մասում տեղ կա, որպեսզի պիխոտի անձնակազմը 6 հոգի հետևում տեղավորվում է։ Ընդհանուր միջոկի համար 9 հոգի են այդպես։ Այո։ Ոնց էր անցնում, իսկ ծառայությունը հեշտ հարմարվեցիր։ Այո, կարելի ասել, այո, ընդհանուր տենց դեմի մի քանի օրերն էր, որ տենց քաղաքացիական կյանքից միանգամից տեղափոխվում ես ուրիշ կյանք, որ չգիտեմ առավոտ վեր կաց ռեժիմով գրաֆիկ, մի քանի օր ընդամենը պետք էր այդ ամեն ինչին հարմարվելու համար, ընդհանուր առմամբ շատ գոհ եմ իմ ծառայությունից ու ում որ շատ լավ անցել իմ ծառայությունը։ Իսկ հետո որ տեղափոխվեցիր Կուբատլու, արդեն մարտական ՀՄՄ ստացար, այդ ընթացքում ոնց էր ծառայությունը։ Այդ ընթացքում էլ ծառայությունը շատ լավ է ընթացել, դե արդեն ծանոթանում ենք ավելի բուն տեխնիկայի հետ, արդեն ուսումնասիրում ենք նրա բոլոր հմտությունները ու ավելի հետաքրքիր էր օր-օրի դառնում ծառայությունը ինձ համար, այդպես է անցել ամեն օրն էլ ծառայության։ Զենքի տիրապետումը իսկ ավելի լավ էր, չէ՞, որ ավելի հմուտ լինի զենքի վրա։ Իհարկե, դե ճիշտ է, ընդհանուր առմամբ խաղաղ պայմաններում դու ուսումնասիրում ես քո տեխնիկան եւ տիրապետում ես զենքին, գիտակցելով, որ հետագայում Աստված իհարկե ոչ անի, ինչ որ գործողությունների ժամանակ կարողանաս օգտակար լինել դրանով քո հայրենիքին։ Իսկ ոնց էր ընդհանրապես տեխնիկայի կառավարելը, որպես նշանառու հեշտ էր իրան կառավարելը, թե ինչ։ Դե սկզբնական շրջանում առաջի որ գնում էինք կրակելու, ինչ որ պոլիգոններ, հա, կրակելու եւ սկզբնական շրջանում դե առաջի անգամները այդքան էլ լավ չէր ստացվում, բայց արդեն որ օրը-օրի վրա ավելի էր հմտանում քո զենքի վրա ու ընդհանուր առմամբ տիրապետել եմ լավ իմ տեխնիկային։ Իսկ ռազմական գործողությունները սկսեց սկզբում Կուբատլուում եք եղել։ Ռազմական գործողությունները սկսելու ժամանակ եղել են Կուբատլույում սեպտեմբերի 26-ի երեկոյան դուրս ենք եկել մեր զորամասից, մոտ 2-3 օր եղել ենք Կուբատլու սարերի վրա, այսպես ասած, հա, ու նոր արդեն
մի 2 օր հետո սեպտեմբերի 28-ին տեխնիկաներով Շարասյունով արդեն գնացել ենք դեպի Ջաբրայիլ։ Այսինքն փուլ են առաջ բերել Իշխանաձոր, հետո նոր Ջաբրայիլ։ Հա, Կուբատլուից մի անգամից գնացել ենք Ջաբրայիլ առանց ինչ-որ միտեղ կանգնելու։ Հենց մի անգամից գնացել Տեխնիկան ենք քշելով տարել եք։ Հա, տեխնիկան Շարասյունն ընդհանուր սկզբից տանկերը, հետո BMP-ացիները ընդհանուր։ Կար օրինակ գրոհներ, տեխնիկաների Շարասյան վրա ԱԹՍ-ներով թե ինչ։ Ճանապարհի ընթացքում ոչ, բայց արդեն երբ որ հասանք Ջաբրայիլ, արդեն հենց բուն վայրում ենք հասել, որտեղ տեղի են ունենում թեժ մարտերը, արդեն մեր դիրքավորված վայրում հակառակորդի տեխնիկան, սունց, ինքնաթիռը եւ տարբեր տեխնիկաներ արդեն հրետակոծում էին մեր ուղղությամբ ընդհանուր առմամբ հիմնական հրետակոծությունը Ջաբրայիլում սկսվել է հոկտեմբերի 1-ին այդ ժամանակ ունեցանք առաջի վիրավորները Փարքասու այդ օրը զոհ չունեցանք, բայց ունեցանք մեծ թվով վիրավորներ սկզբից որ հասել են ճիշտ ասած չէին գիտակցում ընդհանրապես որտեղ են գտնվում դե քանի որ պատկերացում չունեինք մինչև տրամադրվածությունը մարտական էր բայց պատկերացում չունեինք որ այս ավալով պետքա լինի էլի Իսկ մինչ պատերազմի մասին պատկերացումները ոնց էր ու այ որ արդեն հասեք Ջաբրայիլ, արդեն ռազմական գործողություններ, հրետակոծություններ, այդ ֆոնի վրա տպավորությունը ոնց դասավորվեց։ Մինչ պատերազմից ընդհանրապես դրվագները պատերազմի մասին իհարկե լսել ենք մեր հին սերունդներից, մեր պապերից եւ հայրերից այդպես մինչև խոսք կա ասում եմ մինչև չգտնվես այդ իրավիճակում չես կարա քաշքով չտենաս չես կարա պատկերացնես ինչա դա բայց բոլորիս տրամադրվածությունն է մարտական է եղել երբ որ ցանկացած սպայի իհարկե Աստված ոչանի երբ որ սկսի մարտական գործողությունները բոլորիս տրամադրվածությունն է միանշանակ մարտական է եղել գնալ եւ միջև վերջ պաշտպան կանգնել մեր հայրենիքի համար Մենք մի քանի տենց առանձնացրած հարցեր ունենք, որ պարտադիր ուզում ենք տանք էլի ու բանի համար էլ, ֆոնի համար էլ մեր հետագայում պետք է լինելու, մենք ժողովածու ենք հրատարակելու։ Այ սեպտեմբերի 27-ի մեկնարկը հենց ձեզ մոտ ոնց է ստացվել առաջի օրը։ Առաջի օրն սեպտեմբերի 27-ի առավոտյան արդեն որը 7:30 7 առավոտ շուտ ընդհանուր սկզբում 26-ի երեկոյան է տագնապը եղել, ի սկզբանե մեր զորամասում կոնկրետ 26-ի երեկոյան արդեն եղել է տագնապը, ուղղակի պատկերացում չունենք ինչ տագնապի մասին է խոսքը, դե արդեն 27-ի առավոտյան որ մեկնեցինք Ջաբրայիլ, բոլորս էլ հասկանում ենք որ Այսինքն ձեր մոտ ռմբակոծություն չի եղել, ուղղակի ասել են որ պետք է սկզբնական շրջանում ռմբակոծություն չի եղել, ուղղակի ասել են որ պետք է գնանք Ջաբրայիլ օգնելու Ջաբրայիլի զորքին։ Քանի որ մեր զորամասը հենց առաջի զորամասն է, որը պետք է օգներ Ջաբրայիլի զորքին հարկ եղած դեպքում։ Մեր Կուբատլուի զորամասերը համալրման համար նախատեսված, մենք հիմնականում ամեն ամսում մեր Կուբատլուի 3 գումարտակներից մեկը գնում էր Ջաբրայիլ, Քյավտարի ծառի մոտ տեղակայնվելու վայր ունեինք, տեղ զորավարժություն էինք տալիս, կրակայիններ էինք անցկացնում, հետո հետ էինք վերադառնում մեր մշտական տեղակայման վայրը։ Այդ ժամանակ նենց էր դասավորվել մեր գումարտակը գտնվում էր հենց Ջաբրայիլում, մյուս 2 գումարտակները արդեն զորամասից են տագնապով միացել, արդեն տարբեր ժամանակահատվածում, քանի որ Ջաբրայիլի վրա հարվածը շատ ուժեղ եղավ, մենք միանգամից տեղափոխվեցինք առաջնագից, իրենք էլ արդեն հերթակայությամբ տեղակայվեցին արդեն թիկունքից ու համալրեցին առաջնագիծը։ Ամսի 1-ից ասացիր, որ արդեն ամբողջ ինտենսիվությամբ բուն հրետակոծությունը հիմնական ինտենսիվությամբ եղել է հենց հոկտեմբերի 1-ից ինչ որ այտենց տարածքում մենք դիրքավորված էինք, իհարկե դե փակել էինք ինչքան հնարավոր է ծառերով եւ բաներով էինք արել, այո, որ հակառակորդի անօթաչու թռչող սարքերի համար տեսանելի չլինի, բայց հենց առաջին հարվածը եղավ հենց անօթաչու թռչող սարքով մեր տեխնիկաներից տանկերից մեկի վրա կամիկաձեր թե չէ կամիկաձեր հենց կամիկաձեր միանգամից ինքը չենք տեսել ընդհանրապես դե պատկերացում չունեինք ինչա կամիկաձե ասվածը բայց այդ օրը արդեն մեր աչքով տեսանք որ հենց իջավ մեր տեխնիկայի վրա ու հակառակորդը այդ օրը զոհ չէ կներեք այդ օրը զոհ չունեցանք այդ օրը վիրավորներ ունեցանք ընդհանուր գումարտակի մասշտաբով առաջի վիրավորները ունեցել ենք հոկտեմբերի 1-ից սկսած ու արդեն 1-ից թեժ մարտերը սկսվեցին այդ ժամանակահատվածում երբ որ ռմբակոծությունը տեղի ունեցավ
մենք արդեն որոշեցինք փոխել մեր տեղակայման վայրը, որպեսզի թշնամու նկատելի չլինի։ Ես էլ եղել եմ հրամանատարական BMP Ազինի նշանառու օպերատորը։ BRM-ի։ Այո, դրա նշանառու օպերատորն եմ եղել, իմ անձնական հենց էկիպաժի հրամանատարը մեր գումարտակի հրամանատարն էր անձամբ։ Մենք ես եւ մեխանիկ վարորդը ու առհասարակ ինչ-որ մի տեղակայման վայր փոխելուց հետո, ասենք շարասյուն էր կազմվում ըստ համարների տեխնիկաների, առաջինը միշտ գնում էր իմ տեխնիկան, որ պետք է գնայինք, առաջինը գնում էր իմ տեխնիկան։ Դե ճիշտն ասած Ջաբրայելի տարածքին այդքան էլ ծանոթ չէինք, ինչպես նշեց Սարգիսը, եղել ենք այնտեղ մի ամսով զորավարություն անցկացրել ենք, բայց ընդհանուր բուն տարածքին դեպի առաջնագիծ տանողը չենք եղել էլի, չենք եղել ծանոթ տարածքին, դե այտենց արդեն ուզում ենք մեր շարասյունով գնում ենք, որպեսզի փոխենք մեր տեղակայման վայրը, անծանոթ տարածք է, ուղղակի այտենց ճանապարհ է գնում ենք, անկեղծ ասած չգիտենք մենք էլ ուր ենք գնում, ուղղակի տեղակայման վայրն ենք փոխում, որպեսզի թշնամու համար նկատելի չլինի։ Ու խորացանք, ես sense զգում եմ, որ չգիտեմ, մի քիչ անես տերենք, ոնց որ գնանք դեպի թշնամու կողմ, այսինքն զգացողություն կա մոտս։ Մեր հետ մի 2-3 հոգի էլ կամավորականներ կային։ Այդ կամավորականներից մեկը ասում էր, որ ճանապարհը գիտի, այսպես պետքա գնալ, բայց վերջում բարձրացած սխալ էին գնում էինք դեպի թշնամու կողմ ավելի։ Ու այդ թեժպայն, երբ որ մենք գնում էինք թշնամու կողմ, առաջինը գնում էր իմ տեխնիկան։ Այսինքն դուք գրոհը պետքա կասեցնեիք։ Չէ, մենք չէինք գնում գրոհը կասեցնելու, մենք ուղղակի ուզում ենք փոխենք մեր տեղակայման վայրը թշնամու նկատելի չլինի, բայց սխալ ուղղությամբ ճանապարհից։ Գնում ենք սխալ ուղղությամբ առանց իմանալու թե որտեղ են գնում։ Եվ գնացինք այդ ժամանակ տեղի ունեցավ այնպեսի մի բան, որը այդ տեխնիկայի հետ կապված շատ քիչ է տեղի ունենում։ BRM-ի դրա հետ BRM-ի հետ կապված շատ քիչ է տեղի ունենում, իր ցեպը դուրս ընկավ։ Շատ ծանր բան է։ Դու էլ գիտես իր, երկու հոգու համար էլ էդի անլուծելի խնդիր է։ Ցեպը դուրս ընկավ ու չգիտեմ, ահավոր հրետակոծություն է այդ ժամանակ գնում, թե անօթաչու թռչող սարքեր են ման գալիս, թե տարբեր տեխնիկաներ իրանց կողմից կրակոցներ է լինում դեպի մեր ուղղությամբ։ Ու այդ թեժպային որ ցեպը գցում է, դե այդ ժամանակահատվածում արդեն չենք կարող մենք ինչ-որ բան անել, արդեն տեխնիկան լքելն է, որովհետև ուրիշ տարբերակ չկա։ Երկու հոգով անհնար է BMP-ի ցեպ գցել։ Ու հենց, չգիտեմ, պատահականությամբ թե աստծո կամոք, երբ որ մենք դուրս ենք գալիս տեխնիկայից եւ հեռվանում ենք, կարելի ասել մոտավոր ժամանակահատվածով մի 3-ից 4 րոպե մաքսիմում 5 րոպե հետո կոմունիկացիան ընկնում է իմ տեխնիկայի վրա ու տեխնիկան տրակում է։ Ու այդ ժամանակ, այն որ չգիտեմ, գիտակցում ես, որ րոպեների տարբերությամբ դու կարող ես տեխնիկայի մեջ լինել ու մյուս տեխնիկաները շրջանցելով արդեն մյուս տեխնիկաները շրջանցելով այդ ժամանակահատվածում ես կորցրեցի իմ տեխնիկան, արդեն մյուս տեխնիկաները շրջանցելով հասկանալով, որ սխալ ուղղությամբ են գնում, հետ դարձանք եւ արդեն արկասու դիրքավորվեցինք։ Ձեր հետագա առաջխաղացումը դեպի մեր գումարտակի համալրում աճ ուղղությամբ եղավ դեպի Արաքսի կողմ։ Մեր համալրումը, այո, եղել է դեպի Արաքսի կողմ, դեպի Աչաթևյան, Պարսկաստանի սահմանի կողմ է եղել առաջխաղացումը։ Ընդհանուր առմամբ հիմնականում թշնամու հետ բոյի մեջ մտել ենք հոկտեմբերի 5-ին։ Հոկտեմբերի 5-ին կարելի ասել գումարտակի համար ամենաթեժ օրերից մեկն է եղել։ Մեզ նախորդ կար ինֆորմացիա, որ այդ թևից առաջխաղացումը նկատվելու ինչ որ ժամանակ հոկտեմբերի 4-ի երեկոյանից դիրքավորված ենք եղել այնտեղ եւ կար ինֆորմացիա, որ թշնամու առաջխաղացում է լինելու, թիվ չէր նշվում իհարկե, բայց քիչ քանակությամբ էին նշել, որ այդքան թշնամի պետք է գա այդ ուղղությամբ, դե մենք էլ դիրքավորվել էինք, ամբողջ գիշեր սպասեցինք ու ոնց որ sense ասած մեր բախտից շատ խոնավ ու վատ եղանակ էր անձրևային Ջաբրայելի 4 պայմանների հետ համեմատած շատ ցուրտ ու խոնավ եղանակ էր այդ օրը։ Այդ օրին մի քանի վատ անձրև շատ վատ եղանակներ տեղի ունեցավ ու այդ ժամանակահատվածում առավոտյան հոկտեմբերի 5-ի արդեն առավոտյան ժամը 8-8:30 կողմերը ծորից նկատում ենք երկու հոգի հայկական ֆորմաներով մարդիկ մեր Սերգոն էինք, կապիտան էր ինքը կոչումով, ազգանունը չեմ նշում, դրա համար չեմ նշում, առաջացավ խրամատից դուրս եկավ, առաջացավ առաջ, զենքը պայեց նրանց ուղղությամբ եւ ասեց, եթե հայ եք, ուրեմն ասեք, որ հայ եք, եթե չէ, կրակում եմ։
ձեն չկա, իրանց կողմից պատասխան չկա, էլի նորից կրկնում ա նույն խոսքերը, ասում է, եթե հայ կասեք, եթե չէ, ոչ մի կրակում է, ու հենց այդ խոսքի վրա արդեն դիմացից իրանց բազուկաներից արդեն հարվածը լինում մեր դիրքերի ուղղությամբ ու արդեն հասկանում ենք, որ մարտը սկսվել է ու ձորի մեջից չեմ կարող մոտավոր քանակություն նշել, բայց մոտավոր չգիտեմ 300 հոգի կամ ավելի շատ կամ ավելի քիչ այդ թշնամի դուրս են գալիս դեպի մեր ուղղությամբ ու մարտը սկսվում է թեժ մարդ է այդ ժամանակ տեղի ունենում շատ դու տեխնիկա եք Ես արդեն տեխնիկա չունեի, կարելի ասել մենք արդեն մեր տեխնիկաները հիմնականում հոկտեմբերի 1-ից հետո 5 ընկա ժամանակահատվածում ամբողջությամբ BMP ածիները ոչնչացվել էր։ Արդեն պիխոտ էինք որպես այդ ժամանակահատվածում մարտը տենց մոտավոր տևեց, կարելի ասել տենց մի 40 րոպե է տևել։ Մենք ընդհանուր առմամբ հաշվի առնելով մեր վիրավորները մոտավոր գումարտակով 100-ից 150 հոգի կլինեինք մոտավոր մեր թիվը։ Քիչ էինք իրանցից։ Հա, այդ ժամանակահատվածում մենք քիչ ենք եղել իրանցից, կարելի ասել, որ իրանք կրկնակի անգամ շատ են եղել մեզանից նույնիսկ։ Հա, կարելի է նաև այդպես ասել։ Թեժ մարդ էր գնում իհարկե, այդ ժամանակ արդեն ունեցանք առաջի մեր զոհերը ու այդ ժամանակ սպաներից թե զոհեր ունեցանք, թե զինվորներից զոհեր ունեցանք։ Հենց այդ ժամանակահատվածում էլ մոտավոր 40 րոպե տևած մարտի ընթացքում ես ստացա իմ վիրավորումը, հենց իրանց արձակված բազուկաներից մեկի հարվածից ստացա իմ վիրավորումը։ Չգիտեմ, վիրավորում հենց այդ սնայրադը պայթեց դիմացս ու արդեն ես մի քանի մետր այդ վալնան որ տվեց, հա, շպրտեց ինձ հետ, արդեն մեջքի շուռ եկա, այդ ժամանակ գիտակցությունս բարեբախտաբար չկորցրեցի ու չգիտեմ, եթե գիտակցությունս կորցնեի, ինչ կլիներ, որովհետև դե քանի որ թեժ մարդ է ընթանում, այդ ժամանակ եթե կորցնես գիտակցությունս ու վիրավոր ես, իհարկե կարող է մտածեն դու արդեն մահացել ես, այն որ չգիտեմ, այդ պարագայում որ մտածում ես կարող է լավ չլիներ ու ամեն ինչ լավ չդասվեր, բայց փառք Աստծո գիտակցությունս չկորցրեցի։ Զգացի, որ շատ ծանր վիրավորում եմ ստացել, արդեն դեմքս ամբողջովին առնաշաղաղ էր։ Մեր երկրորդ դասակի հրամանատարը պարոն Գաբրիելյանը եկավ ինձ բարձրացրեց վերև, տարավ դեպի հետևը պատ կար ինչ-որ շինություն էր, այդ պատից այն կողմ վիրավորներն էին առաջի օգնություն ցույց տալիս։ Այդ ժամանակ ինձ առաջի օգնություն ցույց տվեցին, բոլոր վիրավորներս այդտեղ էինք։ Ու հետո հետագայում արդեն նու լսել եմ այտենց բոյը ինչ ընթացք է ունեցել, մեր տղաները արդեն այդ 40 րոպե տևած մարտից հետո հայտնվել են թշնամու շրջափակման մեջ, մի քիչ նահանջ տալով արդեն չդիմակայելով ուժերին, քանի որ ես էլ եմ անձամբ հենց իրենց, չգիտեմ, տեսել դիակներ կամ զինվորներ, իրենց ադրբեջանական էլիտար խմբավորումներից են Յաշմա ասված եւ վարձկաններ էին մեծամասամբ, արդեն ընկել են շրջափակման մեջ, բայց փառք Աստծո մեզ օգնության է հասել մեր սպեսնազը եւ 40 հոգի սպեսնազի ուժերով կարողացել են մեր տղաներին շրջափակման մեջից այդ օրը հանել։ Ես այդ ժամանակահատվածում արդեն ինձ տարել էին սկզբնական շրջանում զորի մեջով մեզ մարտոցի հրամանատարը բոլոր վիրավորներից դուրս հանեց, գնացինք Իշխանասարի հոսպիտալ, այնտեղ կարելի ասել առաջի օգնությունը նույնպես ցույց տվեցին ու Իշխանասարի հոսպիտալից արդեն ուղևորվել ենք Սիսիան, ճիշտ ասած Վարշտի հրամանատարի հետ նույն ժամանակ ենք վիրավորումը ստացել, հենց իրար կողք ենք ընկել, այսպես ասած Վարշտի հրամանատարի հետ ու այդ իմ համար շատ հիշվող է այդ ամեն ինչը, երբ որ Կարմիր խաչի ավտոմեքենայով գնում էինք դեպի Սիսիան, ավտոյի մեջ ես էինք ու Վարշտի հրամանատարը նրա վիճակը ավելի ծանր էր, երկու տեղից հրազենային վիրավորում էր ստացել, մեկը թոքի շրջանում, մեկն էլ կրծքավանդակի ու ես էլի գտնվում եմ վատ վիճակում, բայց իմ գիտակցությունը, չգիտեմ, ամեն ինչը կարելի ասել տեղն է ու դիմացս է նստած հենց Վարշտի հրամանատարը, նայում եմ Վարշտի հրամանատարին, ինքը հրազենային վիրավորումից այսպես արյունը դուրս է տալիս, ամբողջովին սպիտակ է, այդ իմ, չգիտեմ, վատ վիճակի հետ ես ուզում եմ իրան ինչ-որ բանով օգնած լինեմ ու ամեն երևի, չգիտեմ, մի րոպեն մեկ իրան խփում եմ, որպեսզի գիտակցությունը չկորցնի։ Ինքը այսպես գլուխի իջացնում է ներքև, արդեն ոնց որ ուժ կգնա, չկարենա իր ուժերին տիրապետի եւ ուժ կգնա, ես անընդհատ միջև Սիսիան հասնելը 1 րոպեն մեկ հարվածում է իրան,
որպեսզի գիտակցությունը չկորցնի, մինչև հասնենք Սիսիանի հիվանդանոց ու Փառք Աստծո կարողացանք հրամանատարը փրկվեց, հետո ընթացքում ես խոսեցի իր հետ, շատ ծանր կոմայի մեջ ա եղել, բայց Փառք Աստծո հիմա ապաքինվել եւ նորից ծառայում է հայրենիքին։ Ես նկատեցի ձեռի դաջվածքն էլ է, հա, դրա հետ կապված։ Հա, ձեռիս դաջվածքը ճիշտ ասած խորհուրդ ունի, հենց այդ օրը որ վիրավորում եմ ստացել ու փրկվել եմ Աստծո կամոք, չգիտեմ, հենց ուղղակի մտքովս անցավ արեցի, գրված է շնորհակալ եմ Աստված։ Այդ խորհուրդ ունի դաջվածքս, հետո արդեն Սիսիանի հոսպիտալից ուղղաթիռով ինձ բերեցին Երևան։ Առաջի համալսարանական հիվանդանոցում եմ բուժումը ստացել։ Մինչև արդեն կազդուրվեցիր, ու իմացար պատերազմի ելքի մասին, ինչ ընթացքում հիվանդանոցում պարկը ժամանակահատվածում էր ունեցել եմ դե ծանր օրեր, քանի որ այդ ժամանակահատվածում մի քանի ինձ շատ հարազատ ընկերներ, թե մարտական, թե շատ մոտ ընկերներ զոհվեցին։ Ծանր էր այդ ամեն ինչի հետ, համ ծանր վիրահատություններ էի տանում ու համ էլ զուգահեռ դրան այդ վատ նորություններն էի լսում, բայց չէի կարողանում հիվանդանոցում պարկած մնալ։ Ու որ չգիտեմ, լինում էր ընկերոջ հողարկավորություն, որ ի սրտես, չգիտեմ, ուզում էի գնայի գոնե վերջին հրաժեշտը տայի, բայց բժիշկները արգելում էին, քանի որ մի քանի վրա ծանր վիրահատություններ եմ կրել։ Մի քանի ամիս, 3 ամիս մոտավոր բուժում ստացել եմ այնտեղ։ Հետո զորացրեցին։ Հետո հա դեկտեմբերի 17-ին ես բանակ զորակոչվել եմ հունվարի 17-ին։ Մի ամիս էր մնում։ Զորակոչվելուց մի ամիս առաջ ինձ զորացրեցին, դե արդեն ստուգումներից ելնելով եւ վիրահատություններից արդեն զորացրեցին ու միանգամից արդեն գնացել եմ տուն։ Այ վարձկանների հետ կապված հենց հիմնական երկու ուղղությունները, որ հարվածի տակ էին, Ջաբրայելն ու Մադաղիսը, հարավային ու հյուսիսային թևերը, որտեղից բուն հարձակումներ նախատեսված, այդտեղ մենք էլ ենք մեր մոտ նկատել, որ կարան վարձկաններ լինեն, ավելի պատրաստված միավորումներ լինեն, ինչով էինք օրինակ նկատում, որ օրինակ հատուկ ստորաբաժանում կամ կարան վարձկաններ լինեն։ Տարբերվում էին, էլի։ Հա, ես անձամբ տարբերությունը ես ինչքանով որ նկատել եմ, կայանում էր նրանում, որ բուն հենց իրանք եթե Ադրբեջանի զինվորներ էին, հա, իրանց կասկի վրա, չգիտեմ, ինչ-որ մատիտով կամ սպիտակ ինչ-որ նյութով գրված էր իրենց անունները ու նրանց ֆորմաները մեր առաջվա բանակի հին ֆորմաներն էին, կանաչ նատովկա ֆորմաներն էին հիմնականում եւ բացի այդ նրանց զենքի համալրվածությունից իրենց բուն ադրբեջանական զորքի զինվորները զինված էին սովորական ինչպես մենք ականներով, իսկ վարձկանների զենքերը բնականաբար տարբերվում էին, պրոֆեսիոնալ զենքեր էին ու չգիտեմ, այնտեղ կարը, չգիտեմ, լսել եք թե չէ, ասվում էր, որ նրանք ինչ որ դեղեր են օգտագործում եւ այլն, մենք մի անգամ պայուսակ ենք բացել, օրինակ դրա մասին նույնպես Սարգիս ջան, քանի որ մենք էլ նրանց հենց գրպաններից, դիակների գրպաններից հանել ենք շատ մեծ դոզայով, չգիտեմ, դեղեր եւ շատ մեծ շփրիցներ։ Ցավազրկողներ են էլ եղել ինձ թվում է։ Ես անձամբ եղել է, ես որ չգիտեմ, նշան եմ բռնել մի հոգու վրա այդ հոկտեմբերի 5-ի մարտի ընթացքում, մի պահ կար, որ մոտավոր 5-6 հոգի մենք կենտրոնացել ենք մի հոգու վրա, որ խփեինք իրեն։ Ինքը ոնց է զոմբին միջև ուղղից կամ սրտից օրինակ չկրակես չի մահանում, այդ նույն ձևի ինքը կրակում է իր ոտին, մի հատ ընկնում էր, նորից առաջ էր գալիս ու այդպես շարունակ։ Իրանց բրոնիժիլետներն է ավելի ընդարձակ էր ու ծնկների հատվածն էր, մինչև համարյա այս մասը կարելի ասել փակում էր։ Հա։ Այդ զենքերի մասն է, մի քանի հատ զենք, որ մենք վերցրել ենք ու պայուսակներից էլ ինչ որ պարունակության տարբեր բաներ ենք վերցրել, միանգամից ոնց որ բոլորի ուշադրությունը գրավել էր ու միանգամից ուղարկեցին փորձաքննության։ Հա, իրենք սովորական զենքեր կոնկրետ վերցրեցին ու Երևան ուղարկեցին, որ հասկանան, ինչ զենքեր է, ինչ նյութեր է։ Իսկ պատերազմի օրերին ինչ կարգի աջակցություն եք զգում Երևանից։ Պատերազմի օրերին դե մեր թիկունքից պատերազմական շատ էր իրականում, թե հոգեպես, թե ընդհանուր ստերից ինչքան որ օգնություն ուղարկվում էր։ Դե անկեղծ ասած մեր մոտ վիճակը այնպեսին էր, որ ամբողջ օդային տարածքը իրենց տիրապետության տակ էր կարելի ասել եւ այստեղից, չգիտեմ, շատ քիչ քանակությամբ օգնություն ենք ստացել, որ ոչ թե չեն հասցրել մեզ, այլ ի վիճակի չեն եղել հասցնել, քանի որ ամբողջ օդային տարածքը
իրենց տիրապետության տակ էր եւ 50-50-երը դա արդյոք նույնիսկ օրեր կար, որ վիրավորներ էինք ունենում, սպասում էինք, որ գիշեր լիներ, ինչ որ դադար լիներ, գիշերը միշտ իրանց մոտ ինչ որ ժամանակային հատված կար 2-ից 4-ը, որ sense դադար էր լինում, այդ հատվածում կարողանում ենք վիրավորներին տեղափոխել ավելի թիկունք, օրինակ մեր մոտ Նյուզգարից կարողանում ենք տեղափոխել Գարուն կամ Նարինջ, որտեղից էլ արդեն կարողանում են իրենց ավելի հետ տեղափոխել։ Իսկ արդեն առավոտյան 5-ին 5:30 արդեն հուշկու գրոհներ էր սկսում, որի ընթացքում անհնար էր արդեն ֆիզիկապես, որովհետև ովքեր ունակ էին տեղափոխել իրենց զորքից, իրենք պետքա կռվեին, իսկ բժիշկներ ու բան թիկունքից չեն կարողանում գալ առաջ, որպեսզի հետ տանեն, էլի, այդպես խնդիր էր առաջացել կապի բացակայությամբ։ Միանշանակ պատժական թիկունքից շատ է եղել, մենք կապի ենք անընդհատ թե ընտանիքի անդամների հետ, թե ընկերների հետ ու ամեն ինչն էլ նկատել էր եւ ժողովուրդը մի բռունցք դարձած մի մարդու պես մեզ ողջևորում են, համախմբվում են եւ այդ ամեն ինչը իմ կարծիքով կարևոր է յուրաքանչյուր այնտեղ կռվող զինվորի, այնտեղ կռվող մարդու համար եւ դրանից մենք ավելի մեծ ողջևորվածությամբ ենք կատարում են, ինչը մենք պարտավոր ենք կատարել։ Իսկ այս անգամ ամեն ինչի միջով անցած մարդ որպես ինչ ուղերձ կուզենաս հղես հնարավոր այդ իրավիճակներում հայտնված այլ երիտասարդների էլի կամ ապագայում եւ միգուցե հայտնվողներին ինչ կհորդորես։ Կամ սովորական են մարդկանց, ովքեր պետք է ծառայեն։ Ես բոլոր մեր երիտասարդներին նախ խորհուրդ կտամ, որպեսզի անպայման ծառայեն, քանի որ ծառայությունը տղայի կյանքում շատ կարևոր դեր է կատարում, շատ կարևոր փուլ է եւ այդ ծառայության ընթացքում մարդը սովորում է ի վերջո լինել ինքնուրույն, ինքը իր գլխի տերն է լինում, այսպես ասած։ Մեր երիտասարդներին խորհուրդ կտամ, որպեսզի լինեն համախմբված, լինեն միմյանց թև ու թիկունք, նու պատերազմից հետո ճիշտ է, մեր ազգի մի քիչ այսպես ասած դուխը ընկել է, բայց ես ուզում եմ բոլորին իմ ուղերձը հղեմ, որպեսզի հանկարծ ոչ մեկ չընկճվի, քանի որ ես վստահ եմ, որ ժամանակ է լինելու, որ մենք մեր կորցրած հողերը ետ ենք բերելու, պարզապես այդ ամեն ինչի համար մենք պետք է մի բռունցք լինենք, իրար թև թիկունք լինենք եւ համախմբված ազգովի գնանք առաջ։ Իսկ ընտանիքի հետ կապը ոնց է եղել, մշտական ստացվել է, պահել թե ինչ որ ընտանիքի հետ հիմնականում խոսում էի մորս հետ, քանի որ հայրս էլ էր պատերազմի ժամանակ, հայրս զինվորական է, հայրս էլ էր պատերազմի ժամանակ գտնվում էր Մարտակերտում, հորս հետ էլ էինք խոսում իհարկե, բայց հիմնական կապը մորս հետ էր։ Համար կրկնակի դժվարություն։ Հա, իրականում այո, այդպես է։ Ու հենց մի հատ տենց հիշարժան դրվագ կա, այսպես ասած, հոկտեմբերի 1-ին, երբ որ մի պահ կրակոցները դադարել էր, ամեն ինչ նորմալ էր, դե երբ որ կրակոցները դադարում էր, այդ ժամանակահատված էր, որ կարելի էր զանգել տուն, որ ծնողի սիրտն էր հանգիստ լինի, լսի, որ կրակոցներ չկան, նորմալ է ամեն ինչ։ Այդ ժամանակ արդեն որ խախնդվել է կրակոցները, դե զանգում եմ տուն, ամեն ինչ հանդարտ է, նորմալ է, ասում եմ բարև մամ ջան, խոսում ենք, ասում եմ նորմալ է սա, ոբշեմ, ես երրորդ գիծ եմ, նորմալ է, չենք մեզ առաջ չեն տարե, չես ասի որտեղ ես գտնվում, ինչ իրավիճակ է, ու չգիտեմ, ոնց որ այդ ժամանակ թարս լիներ, հենց այդ ժամանակ երբ որ ես խոսում եմ մորս հետ, հակառակորդի ինքնաթիռն է գալիս, Սու-30-ը ու չգիտեմ, ահա որ մի հատ հրետակոծություն է գնում, չեմ հասցնում, հեռախոսը անջատեմ ու միանգամից գցվում եմ խրամատի մեջ, հեռախոսը տենց միացրած, դե արդեն լսվում է այդ հրետակոծությունները ու նոր ես մի 5 րոպե առաջ որ ասում եմ մամ ջան, ամեն ինչ նորմալ է, հրետակոծություն չկա, բայց փառք Աստծո, հետագայում արդեն խոսացի մորս հետ ու ամեն ինչ ընկավ իր տեղը։ Ամփոփելով այսօրվա հաղորդումը կցանկանամ մեջբերել Գարեգին Նժդեի խոսքերից, ինչքան անիծյալ է սուրը հարձակվողի, այնքան նվիրական է այն պաշտպանվողի ձեռքին։ Գարեգին Նժդե